Carte blanche նշանակում է հետևյալը. պայմանական։ Ինչ ուզում ես արա։ Ով է միջամտում Հայաստանի Հանրապետության ընտրությունների մեջ։ Մեր կողմից դու չես ստանա ինչ որ պայմանական հատատա։ Եթե նույնիսկ տանգո բարի Մակրոնը Հանրապետության հրապարակում Հայաստանը Եվրամիության համար չի դառնա նույնքան կարևոր գործընկեր, ինչպիսին Ադրբեջանն է։ Հայեր ջան, դու պայմանական շինարարություն եք իրականացնում Սամարայում, ուրեմն փասափուսաները վերցնում եք ու գնում եք նույնը անեք Բերլինում, Փարիզում, Ռուսաստանը ունի որոշում։ Ասին ընկեր, մենք դες գցում ենք, մենք գնում ենք դեպի էսմի կողմ։ Թրիփը այսօր շատ քիչ իրատեսական է որ իրականանա, այս կա վտանգ բավականին մեծ փոշիացման։ Բացեն գաղտնի։ Գոյություն ունի շատ կարևոր ամենավորոշիչ գործոնը ժողովուրդ։ Մեր վարչապետի թեկնածուն միանշանակ ընդունելի է լինելու մարդկանց կողմից։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը Արման Աբովյանն է, Բարգավաճ Հայաստանի ցուցակի 14-րդ համարը։ Ողջույն Արման։ Բարև ձեզ։ Հուսով եմ մենք կարողանանք այսօր անկեղծ զրուցել։ Թեմաները երկուսն են, առանձնացրել եմ երկու թեմա, որ ուզում եմ ձեզ հետ քննարկել։ Առաջինը ընտրությունները եւ եվրոպական հավաքը, որ երեկ ավարտվեց։ Ի վերջո, ինչ էր սա, բացի նրանից, որ մեկ տարի հետո պաշտոնը թողնող Էմանուել Մակրոնի, այսպես PR այցը Հայաստան, դրանից բացի մենք ինչ-որ բան ստացանք։ Իհարկե ստացանք, բայց ցավոք բացասական առումով մենք ստացանք ըստ էության հավաստիացումներ նույն եվրոպացիների կողմից, որ այս իշխանությունը, մենք եսի նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը, ցավոք Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են ներկայիս իշխանությունները, այդ պարագայում ստիպված ենք մենքով խոսել, բայց դե լավ, որ չխճճվենք, իշխանությունը ստացավ ըստ էության carte blanche, այսինքն ամբողջովին թույլատրություն անել ամեն ինչ, ինչ նա ուզում է։ Նույն սխեմաները ժամանակին խաղարկվում էին թերևս 90-ականներին այն ժամանակ, Հարասլավիայում, հետո խաղարկվեցին հետ խորհրդային պետությունում, Վրաստանն էր առաջին նախ երևում։ Այդ գունավոր հեղափոխությունների մասին։ Եվ ինչ էր ասվում էր, որ ինչ ուզում եք արեք, կարևորը դուք տեղավորվեք մի ծիրի մեջ, այսինքն պայմանական արևմտական ծիր, բայց սա արևմուտքի ծիրը չի, այստեղ մենք ավելի Արման, բայց ես ուզում եմ հասկանամ, եթե դուք ասում եք, որ ստացել եք carte blanche հայ իշխանությունը, այսինքն Փաշինյանը, ինչ է նշանակում, եթե մենք առարկայական փորձենք բացել այդ carte blanche-ը, ինչի թույլտվություն է Փաշինյանը ստացել։ Եթե մենք մոլդովական սցենարից ենք խոսում, մեզ մոտ մի քիչ այլ իրավիճակ է։ Այսինքն նա պետք է վերջին պահին արգելի մասնակցել ընտրություններին ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքին օրինակ, ինչ պետք է անել։ Տեսեք, carte blanche ասելով մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունում ըստ էության տեղի են ունենում քաղաքական առումով, շատ կարևոր է այստեղ հասկանալ, թե ռեպրեսիաներ, ընդ որում կապ չունի, որ ուժի մասով, որովհետև ինքը ընդհանուր առմամբ ազդում է բոլորի վրա, եւ թե յուրաքանչյուր քայլ, որը չի տեղավորվում նույն ժամանակին Եվրոպայի կողմից հռչակված մարդու իրավունքներ, ազատ կամ արտահայտություն եւ այլն եւ այլն։ Այսինքն պայմանական Եվրոպան ասել է հետեւյալը. ինչ ուզում ես արա, կարևորը տեղավորվի այն աշխարհաքաղաքական պատերազմի մեջ, որ այսօր կա, մեր կողմից, այսինքն Եվրոպայի կողմից։ Այդ ամենանիվ ինչ ուզում ես արա, որն է քաղաքական ռեպրեսիաները մի կողմ դնենք, որովհետև ասենք եթե ընտրություններին մի ամիս է մնացել, մի 30 հոգի էլ թող ձերբակալ, ինչ է դա փոխում։ Տեսեք, շատ ճիշտ եւ լավ հարց եք տալիս, ոչ մի բան չի փոխում, բայց այստեղ պետք է հասկանանք, որ նույն պայմանական արևմուտքը ինքը սխեմատիկ է գործում եւ իրենց համար կոպիտ ասած իրենք բոլորին աբորիգեն են դիտարկում, սա հին այդ կոլոնիալնի Եվրոպայի, տեսլականն է։ Իսկ եթե դուք ֆրանսիացի լինեիք եւ տեսնեիք ինչպես են Մակրոնին դիմավորում, դուք Հայաստանցիներին որպես աբորիգեն չէիք դիտարկի։ Չէ, ես կզարմանայի, որովհետեւ ես մի գրառում էի արել Facebook-ում, պարզվում է, որ
Հայաստանում Մակրոնի վարկանիշ ավելի բարձր է, քան Ֆրանսիայում։ Մոտավորապես Փաշինյանի վարկանիշին նման է, այդ առումով շատ նման է։ Տեսեք, մենք պետք է հասկանանք հետևյալը։ Շատ կարևոր է ֆիքսել, որ մենք, հա, Հայաստանը, մենք չպետք է, ավելի ճիշտ մենք պետք է դուրս գանք սիրել-չսիրել տիրույթից։ Այսինքն հիմա դուրս են գալիս, մեկ սրա մասին չէ։ Հիմա Վերադառնանք նախկին հարցին, Արման ջան։ Ես փորձում եմ պատասխանել։ Տեսեք, երբ որ ասվում է արա ամեն ինչ ինչ ուզում ես, դա նշանակում է, որ եթե իշխանությունը, իսկ իշխանությունը հնարավոր է ինչ-որ մի փուլին եւ ամեն ինչ ոնց որ դեպի դա է տանում, օրինակ որոշի այս կամ այն քաղաքական ուժին ընտրության ընթացքում օրինակ հանի ընտրությունից կամ պայմաններ ստեղծի, երբ որ ինքը լիարժեք չի կարող մասնակցել։ Հա, ինչ-ինչ պատճառներով։ Ինչը մենք իմիջիալոց այսօր տեսնում ենք, որովհետև այն տեղեկատվական տերորը եւ այն այսպես կոչված շակերտներում, հա, ձայնագրությունները, որոնք հրապարակվում են, խախտելով բոլոր, հա, ընդհանրապես բոլոր ու եվրոպացիների կողմից հռչակված սկզբունքներ, իրենք ակնհայտորեն ցույց են տալիս, որ կարտ բլանշը նշանակում է հետեւյալը. պայմանական։ Ինչ ուզում է Սարա, այդ ինչ ուզում է Սարայի մեջ, տեղավորվում է ամեն ինչ, ինչ հիմա ձեր մտքով անցնի, ինչ դուք հիմա ինձ ասեք, կարող է ասես բանանիկ, ասեմ կարող է։ Ես ուղղակի չեմ հասկանում այդ carte blanche ասածը, որ տրվել է ըստ ձեզ Հայաստանի իշխանություններին, իրենք են հայտարարում։ Հա, Մակրոնի երեկվա հայտարարությունը, որ աջակցում է Փաշինյանին, սա իսկապես շատ ամենայն դեպս ինձ մոտ շատ մեծ զարմանք առաջացրեց, որովհետև նույնիսկ աջակցությունը պետք է լինի ինչ որ սահմանների մեջ տեղավորվի։ Դա չէր տեղավորվում ոչ մի նորմալ սահմանի մեջ, դա ուղիղ միջամտություն էր հայաստանյան ներկայացական կյանքի։ Միջամտությունը, եկեք հասկանանք հետևյալը։ Ով է միջամտում Հայաստանի Հանրապետության ընտրությունների մեջ։ Միջամտում է Թուրքիան, Հական Ֆիդանի հայտարարությունը, արտաքին գործերի նախարարի։ Միջամտում է Միացյալ Նահանգները, JD Vance-ի հայտարարությունը, միջամտում է Եվրամիությունը։ Այսինքն կարող են չէ հետևություն անել, որ այս երեքը ունեն ընդհանուր նպատակ պահպանել այս իշխանությունը։ Չէ, ես դա հասկանում եմ, ես ուղղակի չեմ հասկանում իրենք ինչ գործիքներ ունեն։ Եթե գործիքներից մեկը մենք հասկանում ենք, որ ուժեղ Հայաստան դաշինքին ընտրություններից օրինակ մի շաբաթ առաջ արգելել մասնակցել ընտրություններին։ Դա ինչ է փոխում։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրողները մի մասը կգնա ուժեղ Քոչարյանի ղեկավարած դաշինքին ձայն կտա, մյուս մասը կգա ձեր ուժին ձայն կտա։ Ասեք կկորցնի կարող է ինչ-որ մի որոշ տոկոս, բայց ընդհանուր առմամբ ոնց ուզում ես նայես, մենք տեսնում ենք մի բան, որ ընդդիմության առնվազն 4 ուժ այսօր կարող է հաղթահարել այդ շեմը, ստանալ նորմալ տոկոսներ եւ միավորվելով հեռացնել Փաշինյանին։ Ինչ է փոխում արևմուտքի աջակցությունը։ Ես դա եմ ուզում հասկանալ։ Ընտրությունների հարցում ոչինչ չի փոխում։ Շատ ճիշտ եք, իրավացի եք։ Այստեղ խնդիրը դրանում չի։ Տեսեք, մենք փորձում ենք հասկանալ հետեւյալը, չէ, որ եթե Եվրոպան, Թուրքիան, մասնակի Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները աջակցում են այս իշխանությանը, ակնհայտ խախտելով հենց իրենց սկզբունքները, չէ, ապա վերջ հարցերը լուծվեց, իրենք կվերարտադրվեն։ Ոչ, ես վերահաստատում եմ ձեր խոսքերը, որ դա մի շատ հետաքրքիր արտահայտություն կա, հա, ասես Երևանյան գործ լողացնել, էլի անիմաստ գործողություն։ Այսինքն իրենց գործողությունը, ես վերջացնեմ, իրենց գործողությունը ինքը ըստ էության սատարման մասով, հա, ասում է հետեւյալը. եղբայր, եթե դու որոշել ես անցնես բոլոր նորմաները, բոլոր սկզբունքները, բոլոր միջազգային ընդունված օրենքները, ապա անցի մեր կողմից դու չես ստանա ինչ որ պայմանական հատատա։ Ես ուսումնասիրել եմ առևտրաշրջանառությունը Եվրամիության եւ Հարավային Կովկասի 3 պետությունների միջև Ադրբեջանի հետ դա 10 միլիարդից ավելի է, որովհետեւ Ադրբեջանը իր Եվրամիությունը Ադրբեջանի համար հիմնական շուկա է իր նավթն ու գազը վաճառելու համար։ Այդ առումով, այսինքն 70% Ադրբեջանի նավթի եւ գազի վաճառումը եվրոպական շուկայում եւ 10 միլիարդից ավելի է այդ ապրանքաշրջանառությունը։ Հայաստանում եւ Վրաստանում մոտավորապես նույնն է, մոտ 2-2.5 միլիարդ դոլար։ Այսինքն ինչ ուզում է լինի Հայաստանում, ինչքան էլ եթե նույնիսկ տանգո բարի Մակրոնը հանրապետության հրապարակում, Հայաստանը Եվրամիության համար չի դառնա
նույնքան կարևոր գործընկեր, ինչպիսին Ադրբեջանն է։ Սա ակնհայտ է, հա, սրա մասին ինձ թվում է մտածող մարդիկ հասկանում են։ Հետևաբար Եվրամիությունը Հարավային Կովկասում լուծում է շատ կարևոր մի խնդիր։ Այո։ Ինքը ձևավորում է մի մթնոլորտ կամ մի տեխնիկական առումով, հա, նոր օրինակ լոգիստիկ ուղիներ, որ հարաբերվի Ադրբեջանի եւ Ադրբեջանից հետո, Կենտրոնական Ասիա, այո, այնտեղից է ինքը դիտարկում մատակարարումները, էներգակիրների կամ միջուկային, օրինակ նույն այդ վառելիքի եւ այլն, ուրանի, միջալոց Ֆրանսիան ունի բավականին լուրջ խնդիր։ Այստեղ եկեք հասկանանք մենք որտեղ ենք։ Ուրանը Ղազախստանն էր, չէ՞, կարծես։ Այո, մենք որտեղ ենք այս ամեն ինչի մեջ։ Մենք այստեղ կրկնում եմ Մակրոնի ուղղակի խոսքերը, որը չգիտես ինչու, այսպես կոչված արևմտամետերը Հայաստանում, որտեղ Հայաստանում շատ քիչ են արևմտամետերը, հիմնականում Թուրքիա եւ Ադրբեջանի պայմանական շահերը պաշտպանողները։ Չեն հիշում նրա մասին, որ նույն Մակրոնը մի շատ կարևոր միջոց կոչ եմ անում մեր հերոստատիտողներին, անպայման fact checking անել այն ամեն ինչ ես ասում եմ, հայտարարել, որ Հայաստանը բուֆերային տարածք է, պետություն է, հա, ինքը բուֆեր է։ Հիմա բուֆերային պետությունը կամ բուֆերային, հա, տրամաբանությունը, որով մեզ դիտարկում են, ինքը չի ենթադրում լիարժեք նվազագույնը փոխհարաբերություններ իրար շահերը պաշտպանելով։ Բուֆերը կարա կրճատվի, բուֆերը կարա լայնանա, բուֆերը կարա վերանա եւ այլն։ Այսինքն այստեղ շատ կարևոր է նույն Մակրոնի, որը ստեղ ներողություն երկու օր պատմեր թե ինքը հայերին որքան է սիրում, հա, մեզ այդ պատմվածքները։ Ես չեմ բացառում, որ իսկապես սիրում է, բայց դա բան չի փոխում։ Տեսեք, ստեղ խնդիրը հետեւյալն է։ Ֆրանսիան ում սիրի չսիրի, եթե պայմանական Մարսելի կամ Փարիզի բնակչի կոմունալ վարձը 50 եվրո պետք է թանկանա, իսկ նժարի այս մի կողմը Հայաստանի Հանրապետության շահերն են, նույնիսկ ամենախորքային անվտանգային, ապա թող ոչ ոք չկասկածի, որ դու Ֆրանսիայի ղեկավարությունը եւ դա նորմալ է, կընդունի իր քաղաքացու։ Ես ուսումնասիրել եմ նաեւ ապրանքաշրջանառությունը առանձին վերցրեց Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նույնն է, այսինքն մոտավորապես 330 միլիոն տարեկան, հա, եվրոյի շրջանակներում է, որտեղ Ֆրանսիան Ադրբեջանից էներգակիրներ չի գնում։ Ուզում եմ ասել, որ տնտեսական առումով նույն հարաբերությունները ունի Ֆրանսիան, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Ինձ հետաքրքրում է, ես այսինքն ես հասկանում եմ, որ այնինչ տեղի ունեցավ այս մի քանի օրը Երևանում, պետք է նաև ուշադիր նայել, թե բացի Մակրոնից ով է աջակցելու մասին հայտարարություն արել, հա, Փաշինյանին։ Ով է արել։ Սա հետաքրքիր է, որտեղ ոչ ոք չի արել բացի Մակրոնից։ Եվրոպացիներից։ Այո, առաջնորդներից։ Ես նկատի չունեմ եվրո չինովնիկներից, ովքեր մի քիչ ինձ համար ասենք իրենք այնքան էլ մի քիչ այդպես չի, տեսեք։ Խոսենք այս մասին։ Չէ, մի քիչ այդպես չի։ Աջակցությունը այս իշխանությունը ստացել է Եվրամիությունից, ընդհանուր առմամբ ստորագրելով նվազագույնը վերջնաթուղթը, հա, կամ չգիտեմ, բանաձևը, որտեղ միջազգային դրա մասին կարելի է խոսել, որտեղ ուղղակի սողացող ինքնասպանության ճանապարհային քարտեզ էր մեզ համար նկարագրված։ Օրինակ ինչն է ձեզ մտահոգում։ Օրինակ ինձ մտահոգում է, որ այնտեղ նշված է, որ Հայաստանը եւ Եվրամիությունը հաստատում են իրենց վճռականությունը պատժամիջոցների մասով, դե պարզա չէ, Ուգանդային պատժամիջոցների մասին չի խոսում։ Միանալ այդ պատժամիջոցներին։ Ոչ թե միանալ, այլ խստորեն այդ պատժամիջոցները դիտարկել։ Հիմա հարց. Ինչ նշանակում պատժամիջոցներ դիտարկել։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ։ Հիմա Ռուսաստանը ու ԵԱՏՄ-ն օրինակ, որտեղ մենք գիտենք հիմնական խաղացողը ինքն է, դուս ագալի ասում է, օքեյ, բարի, ուզում եք պատժամիջոցները դիտարկեք կամ ուզում եք հակա ԵԱՏՄ կամ հակա ռուսական քայլեր արեք, բայց այս պարագայում ուրեմն մենք ձեզ հետ հարաբերվելու ենք համաձայն այն վեկտորի Հայաստանի իշխանություն, որը դուք ընտրել եք, այսինքն շուկայական։ Այդ պարագայում մենք գազի վրա ենք գնում, ասում են գազը $177 կդառնա 600, որը պայմանական, հա, ամենատեսանելին է եւ իրականում սարսափելի։ Աշխատավոր միգրանտների ֆակտորը շատ կարեւոր։ Ուրեմն հենց ձեր տաղավարում կանխատեսում ենք շուտով կլսենք հետեւյալը, որ կասեն հայեր ջան, դուք պայմանական շինարարություն եք իրականացնում Սամարայում կամ ասֆալտ եք փռում
օրինակ, չգիտեմ, Վառոնեժում կամ զբաղվում եք բանկային բիզնեսով Մոսկվայում, ուրեմն փասափուսաները վերցնում եք ու գնում եք նույնը անեք Բերլինում, Փարիզում եւ օրինակ, չգիտեմ, Ստոկհոլմում, այսինքն Ստրասբուրգում։ Ուրեմն, եթե ինչ-որ մեկը հույսեր ունի, որ կարա Ստրասբուրգում ասֆալտ փռի կամ Փարիզում շինարարություն անի, չարաչար սխալվում եք։ Դե մի անգամ արդեն, եթե մենք հիշում ենք պատմությունը, նորագույն պատմությունը, ռուս-վրացակայինը այդ հինգօրյա պատերազմից հետո Վրաստանը կորցրեց ռուսական շուկան, այդ բոլոր ձեր ասած նեվ հետևանքներով փորձեց ինչ-որ մի ձևով տեղավորվել եվրոպական շուկայում, չստացվեց, մասամբ ստացվեց, բայց հիմա ինչ այդ մասամբ ստացվելը մեր մոտ հիմա արդեն ստացվել է։ Այն ինչ որ հիմա անում է Վրաստանը Եվրամիության հետ իր հարաբերություններում, սա շատ լավ օրինակ է, կարողանա ինտեգրված լինել շատ ավելի շատ եվրոինտեգրված լինել, առանց վիզային ռեժիմ ունենալ Եվրամիության հետ եւ չմիանալ հակառուսական սանկցիաներին, պահպանել չեզոքությունը ռուս-ուկրաինական այս պատերազմում, դա շատ չգիտեմ, այն ռազմավարություններ, որ պետք է որդեգրել Հայաստանի իշխանությունը։ Մենք դինամիկան պետք է նայենք։ Տեսեք, մենք երբ որ սա արձանագրում ենք, մենք պետք է հարաբերությունների դինամիկան նայենք մեր ու վրացիների։ Հիշեք, որ Հայաստանի Հանրապետությունը ի տարբերություն Հարավային Կովկասի շատ մեր ասենց ասեմ հարևանների եւ թշնամիների ստացել էր արտոնություններ թերևս 2010-ականներին Եվրոպայի կողմից GSP+, SEPA-նա եւ այլն, որը թույլ էր տալիս մի քանի 100 ապրանքատեսակի մատակարարումը Եվրոպա, այսինքն շուկան իբր Եվրոպան բացել էր, բայց քանզի Եվրոպայում գործում է խստագույն կվոտային համակարգ, այսինքն ինչի համար վրացիները չկարողացան ամրապնդվել եվրոպական շուկայում, ինչի համար, շատ պարզ պատճառով, որովհետև մինչև չվաճառվի իսպանական կամ իտալական գինին, պայմանական վրացական գինին, այն տարիֆային սանդղակով է մտնում շուկա, որ ուղղակի ինքը չի վաճառվում։ Ասեմ ավելին, Եվրոպան ունի շատ հետաքրքիր առանձնահատկություն։ Ինքը պատրաստ է քեզ տալ փող, զենք, պայմաններ ստեղծել, դիվանագիտական աջակցություն ցուցաբերել, եթե դու տեղավորվում ես իրենց պատերազմի մեջ արևելքի դեմ, ու պայմանական Ռուսաստան, Իրան ինչու ոչ մասնակի։ Խնդրեմ, փողը կտամ, բայց եթե դու ասում ես, ես ուզում եմ օրինակ լոլիկը վաճառել իսպանական շուկայում, ասում են նո, հələ մի րոպե։ Չես կարա, այսինքն դա Հայաստանի Հանրապետության եւ սա պետք է մենք միանշանակ ֆիքսենք։ Հայաստանի Հանրապետության ներկա մոդելի, ոչնչացումն է։ Դուք ինձ կհարցնեք, ասեք, բա ալտերնատիվ մոդել կարող է լինի։ Ուրեմն եկեք գաղտնիք բացենք։ Չկա ալտերնատիվ մոդել։ Ուղղակի չկա։ Իսկ չինական շուկան։ Չինաստանի հետ հարաբերությունները ոչ մի պարագայում չեն կորելացվում նույն եվրոպական շուկայի հետ։ Չինաստանի շուկա մտնելու համար քեզ պետք չի դու ինչ որ մեկի հետ պայմանական թարսվես կամ չթարսվես, բայց նույն չինական շուկան ունի շատ կարևոր կրկին առանձնահատկություն։ Ինքը ռեսուրսային գնող է եւ ինքը վերավարաճառող է ռեսուրսներ։ Այսինքն, եթե դու ստանում ես Ռուսաստանից պայմանական գազը, չէ, դու Չինաստանից գազ չես կարա ստանաս։ Եթե քու ապրանքը իրացվում է, օրինակ նույն, չգիտեմ, Ռուսաստանում, չէ, նույն ապրանքի իրացման այդ պայմանական, գիտենք ոնց, տարածքը դե լավ այս սենց անվանենք, մտովի տարածքը, հա, քեզ Չինաստանը չի տրամադրի այս պարագայում, որովհետև ինքն էլ ունի իր ներքին արդեն ի սպառման խնդիրներ։ Լավ, մենք նորից վերադառնանք այս եվրոպական հավաքին, ես հետևեցի ռուսական մամուլը, ասեմ անկեղծ, ինձ համար զարմանալի էր բավականին զուսպ արձագանքը Մոսկվայի, ինչի հետ է սա կապում, կային իհարկե ռեպորտաժներ, հայտարարություններ, որոնք կոշտ էին, բայց ակնկալիքը ավելին էր, այսինքն ես կարծում եմ, որ Զելենսկի այցը Երևան պետք է որ սարսափելի զայրացներ Մոսկվային եւ զայրացրել է, բայց հայտարարությունները բավականին զուսպ են։ Արդյոք սա նշանակում է, որ Մոսկվան Հայաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար
համաձայն է ինչ որ ձևով կրկին պայմանավորվել Փաշինյանի հետ, որտեղ մտավախություն ունի, որ այս ընտրություններին եւս Փաշինյանը կվերընտրվի։ Չեմ կարծում։ Շատ պարզ պատճառով զուսպ ռեակցիան, որը մենք ականատեսենք, խոսում է միայն մի բանի մասին։ Ռուսաստանը արդեն ունի որոշում։ Եվ այդ որոշումը ցավով պետք է արձանագրենք, ոչ հայանպաստ է։ Շատ պարզ պատճառով իրենք պրագմատիկ են, ասում են ուզում ես գնաս մեր թշնամու մոտ, որովհետև նույն Եվրոպան, ինքը իր ռազմավարական նպատակ հայտարարել է Ռուսաստանի ստրատեգիկ պարտություն, Ուկրաինա։ Չէ, ոչ միայն Ուկրաինայում, առհասարակ Ռուսաստանին ստրատեգիկ պարտության ենթարկել։ Ինչը իհարկե անհնարին է, որովհետև հնարավոր չի միջուկային գերպետությանը ստրատեգիկ, ասենք ասենք, պարտության ենթարկել, բայց այնուամենայնիվ։ Եվ այստեղ մենք ունենում ենք շատ կարևոր մի հանգամանք, որի վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Ռուսաստանի գործիքակազմը Հայաստանի հետ հարաբերությունների վերանայելու ահռելի մեծ է։ Ահռելի, տեսեք նույն այդ Վալբերիսի եւ Ազոնի հետ պատմությունները։ Դա ընդհանրապես դրվագներից մեկն է։ Եվ այստեղ խնդիրը նրանում չի, որ մենք ունենք կախվածություն կամ չունենք կախվածություն ռուսական շուկայից։ Այստեղ խնդիրը նրանումն է, որ մենք ցավոք adekvat չենք գնահատում իրականությունը, այստեղ ռուսի եւ եվրոպացու խնդիրը չի։ Եվ այստեղ մենք ունենք մի շատ կարևոր մի եզրակացություն։ Ռուսաստանը ունի որոշում։ Ինչի եք համոզված դրանում։ Շատ պարզ պատճառով Ռուսաստանի արտաքին կամ դե լավ Ռուսաստանի դիվանագիտությունը, կամ նույնիսկ դպրոց ռուսական դիվանագիտության, ինքը ցույց է տալի հետեւյալը, որ որքան բարձր է, աղմուկը տեղեկատվական, այդքան նվազ է գետնի վրա քայլերը։ Մենք հիմա այդ շրջանում ենք, երբ Ռուսաստանը որոշում է կայացրել գնալ լուրջ, չասեմ ռազմական, բայց լուրջ արճակատման Հայաստանի հետ։ Բայց ինքը արճակատման չի գնում, դա մենք ենք գնում արճակատման։ Ախր եկեք հասկանանք հետեւյալը։ Բայց Ռուսաստանը իր խնդիր ունի, չէ՞։ Մենք հիշում ենք շատ լավ, եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ 21 թվականին, եթե Մոսկվան չհայտարարեր, պաշտոնական Մոսկվան, որ աջակցում է Փաշինյանին, Փաշինյանը կվերընտրվեր։ Տեսեք, գոյություն ունի յուրաքանչյուր զարգացումների դինամիկան։ 21 թվականին ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ, ոչ Եվրոպան, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը վճռական դեր չխաղացին այս իշխանության վերարտադրության։ Դա հարակից կոմպոնենտներ էին, որոնք մենք հիմա այսօր տեսնում ենք։ Նույն համարյա պատկերը այստեղ է։ Հարակից կոմպոնենտը չի կարող լինել երաշխիք այս կամ այն քաղաքական գործընթացի ներքո Հայաստանի ներսում։ Դա ինչ կապ ունի, ես ուրիշ բանից եմ խոսում։ Ես փորձեմ բացի չեք թողում, ես միջև վերջ ասեմ։ Տեսեք։ Կներեք։ Գոյություն ունի հետևյալ տրամաբանությունը։ 21 թվականին հասարակությունը շոկի մեջ էր, եւ շոկի մեջ հասարակությունը յուրաքանչյուր հասարակ մարդը նույնիսկ, ինքը adekvat որոշում չի կարող ընդունել, որովհետեւ ինքը առաջնորդվում է երկու հիմնական սկզբունքով՝ վախ եւ տրամաբանության ոչ այդքան հեռանկարային դիտարկում։ Դա նորմալ է, մենք էլ որ շոկի մեջ ենք ընկնում, չէ՞, կարող է։ Ես դրա հետ համաձայն եմ, Արմեն։ Հիմա դուք ասեցիք 21 թվականին Ռուսաստանը աջակցեց, դրա համար ինքը վերաընտրվեց։ Իսկ ես ասում եմ հետեւյալը, որ 21 թվականին բոլոր աջակցող գործընթացները, թեպետ ես համաձայն չեմ, որ աջակցել են, բայց այնուամենայնիվ իրենք չխաղացին վճռական դեր իրենց վերարտադրվելու։ Okay, թող վճռական դեր չխաղան, բայց ակնհայտ էր, որ մինչև 2022 թվականի Պրահան Ռուսաստանի իշխանությունները իրենց բոլոր հայտարարություններում աջակցում էին Փաշինյանին։ Դա հստակ էր եւ ակնհայտ էր։ Երբ որ Փաշինյանը հրաժարվեց կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որով ռուսական սահմանապահները պետք է տեղավորվեին so-called Զանգեզուրի միջանցքում, այդ դրանից հետո սկսվեցին լուրջ տարաձայնությունները, իհարկե պարզ պատճառով, եւ այդ տարաձայնությունների հետևանքով մենք կորցրեցինք Արցախը։ Պետք է իրենց անուններով կոչել։ Ոչ, մենք չկորցրեցինք Արցախը այդ տարաձայնությունների պահով։ Մենք կորցրեցինք Արցախը, որովհետեւ Արցախի ճակատագիրը կորցնելու, դա հստակ որոշում էր իշխանությունների, եւ այստեղ ոչ ամերիկացին, ոչ եվրոպացին, ոչ ռուսը
հա, վճռական դեր չխաղացին։ Ես միանշանակ կարող եմ դա պատմել։ Հայաստանի իշխանությունները որոշել են հրաժարվել Արցախից, որպեսզի չլինի ռուս սահմանապահ։ Չէ, տեսեք, նույն հաջողությամբ կարան Հայաստանից էլ որոշեն հրաժարվեն, որ չլինի ռուսական ներկայություն։ Այս իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար կարան անեն ամեն ինչ։ Հավատացնում եմ ձեզ, որ այո, ես համաձայն եմ, իրենց համար միևնույն Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան կարևոր իրանց կրեսլոն տեղը լինի, պայմանական, հա, այն բոլոր բենեֆիտները, որ ունեն, տեղը լինի։ Այստեղ խնդիրը նրանումն է, որ մենք կրկին կրկնում ենք շատ կարևոր մի սխալ։ Մենք փորձում ենք մեր կողմից որոշումները եւ մեր կողմից միգուցե սխալները, դե լավ, սենց ասենք, բարթել այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի վզին, որ դուք ասում եք միջև 22 թիվ Ռուսաստանը նայում է, տեսեք, Ռուսաստանը ինչ է ասում, կամ նույն Եվրոպան, Ամերիկացին ինչ են ասում, ասում են, օքեյ, եթե դու որոշել ես այս ճանապարհով, գնաս, ես օքեյ եմ, դու ես որոշում, այդ Ռուսաստանը չի կորցնում Արցախը, դի մենք էինք կորցնում Արցախը, բայց երբ որ այդ կորուստը եւ առհասարակ աշխարհաքաղաքական այդ ելևէջները բերեցին նրան, որ խաղացողները տեսան, որ այս իշխանությունը իր իշխանությունը պահպանելու համար որոշել է դարձնել Հայաստանը գերպետությունների բախման ծիր կենտրոն, ինչ էր նոյեմբերի 9-ի փաստաթղթից հրաժարումը, դա ըստ էության գցեցին, չէ՞ բոլորին, ասին ընկեր, մենք ձեզ գցում ենք, մենք գնում ենք դեպի այս մի կողմ։ Իսկ այդ մի կողմը նույն Ռուսաստանի համար թշնամական ինչ-որ մի աշխարհաքաղաքական կենտրոն էր։ Ինչի համար մենք համոզված ենք, որ ռուսը պետք է մեզանից ավելի շատ սիրի Արցախը։ Չէ, ես բոլորովին դրա մասին չեմ խոսում։ Բա ասում եք, չէ, Չէ, ես նկատի ունեմ, որ Ռուսաստանը, Ռուսաստանի իշխանությունները Հայաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում գործել են շատ լուրջ սխալներ եւ այդ սխալների արդյունքում մենք ունենք այն ինչ որ ունենք եւ պետք չի ասել որ իրենք ունեցել են իհարկե որ վճռական դերակատարություն, բայց իրենք իսկապես լուրջ ազդեցություն են ունեցել այդ սխալները այն ինչ որ տեղի է ունենում այսօր դուք համարում եք որ ռուսները պետք է պահեին, հա, իրավիճակը։ Ոչ, ես չեմ համարում որ ռուսները պետք է պահեին, ես համարում եմ որ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանում եւ Հարավային Կովկասում կարող էր ավելի ճիշտ լիներ, ինչից իրենք էլ կշահեին։ Դա միանշանակ, եւ ռուսաստանցի բոլոր փորձագետները, ամենայն դեպս դրանք ում հետ որ ես եմ խոսել, նույնիսկ Կրեմլի ազատության տակ գտնվող փորձագետները հստակ ասում են, այո, մենք պետք է այլ կերպ մեզ պահեինք, բայց մենք ունենք ուկրաինական թեմա եւ հենց այդ թեման է մեզ համար կարևորը։ Տեսեք, ինձ համար զավեշտը նա է, որ մենք կրկին փորձում ենք մեր կոպիտ ասած, հա, քաղաքականությունը, մեր սխալները վերագրենք այս կամ այն խաղացողի վրա։ Այն որ ռուսները այո բազմաթիվ սխալներ ունեն եւ այդ բազմաթիվ սխալների հետևանքն է նաեւ ձևավորված իրավիճակը, բայց հիմքում կանգնածը եւ հիմքում ընկածը այս իշխանության քաղաքականությունը, այսինքն ոչ թե քաղաքականությունն է տեղավորվում աշխարհաքաղաքական ելևէջների ներքո, այլ աշխարհաքաղաքական ելևէջների ներքո այս իշխանությունը իր իշխանությունը պահպանելու համար սխալա ռուսը թե ճիշտ, Եվրոպան ասխալ թե ճիշտ, Ամերիկան ասխալ թե ճիշտ, որոշել է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դարձնեն, իրենք դա որոշել են աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կետ եւ հենց դրանով էր պայմանավորված, դուք ռեզոլյուցիան վստահաբար կարդացել եք, չէ՞, եվրոպացիների հետ մենք ինչ ենք ստորագրել։ Այն հիմարությունը, որը ռեզոլյուցիայի մեջ զետեղված էր, որտեղի միջայլոց կարող է հիշեք, որ թվականից են մեզ 2.5 միլիարդ եվրո փող խոստացել։ 2021, հա, ընտրություններից առաջ այդ նույն խոստումը վերահաստատվեց։ Ասեմ ավելին, նույն ռեզոլյուցիայում օրինակ Ընդ որում հենց նես չեն տալիս, պետք է ինչ-որ ծրագրեր ներկայացնել։ Զանգեզուրի Միջանցք, դա նոր լոգիստիկ ուղու, որը շատ գեղեցիկ թրիփի մեջ փաթաթեցին ու բան արեցին։ Սատանի մանեն քանդրբացում։ Ես չեմ կարծում, որ Զանգեզուրի, այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքը առաջիկայում կիրականացվի, որովհետև իրավիճակը փոխվել տարածաշրջանում եւ մենք չգիտենք Իրանի դիրքորոշումը ինչպես կլինի։ Չէ, գիտենք դիրքորոշումը, բայց ինչքան կոշտ կլինի եւ վճռական է Իրանը։ Այստեղ խնդիրը իր այո, փառք Աստծո, չնայած շատ վատ իրադարձություններ են Իրանում տեղի ունեցել, թրիփը այսօր շատ քիչ իրատեսական է որ կիրականանա, այսինքն Զանգեզուրի Միջանցքը,
բայց այստեղ ոչ թե իրականանալու կամ չիրականանալու մեխանիզմներ, դա շատ կարևոր է հասկանալ, որ այս իշխանության գործողությունները տրամաբանությունը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության որպես պետություն արկայությունը այն մոդելի տեսքով, որ դու ինքնիշխան ես, անկախ ես եւ այլն եւ այլն։ Okay, եկեք խոսենք ընտրություններից, որովհետև քիչ ժամանակ մնաց մեր հարցազրույցին։ Ի վերջո, ինչքան տոկոս ավելացավ Փաշինյանի վարկանիշին այս եվրոպական գագաթնաժողովից հետո։ Ես կարծում եմ նույնիսկ նվազեց։ Ինչու եք այդպես կարծում։ Տեսեք, կա մի կարծրատիպ, որ մարդիկ, հա, այն մարդիկ, ովքեր մեզ նայում են, իրենք չեն հասկանում ինչա կատարում։ Գլուխները պատով են տալիս նրանք, ովքեր կարծում են, որ ժողովուրդը անմեղսունակ է ու չի հասկանում։ Անմեղսունակ չի։ Հա, ես դրա համար եմ ասում, էլի, որ ժողովուրդը չի հասկանում, որ այս եվրոխաղերը, որ գնացին, իրենք միտված էին միայն եւ միայն մեկ նպատակի։ Ու պայմանական աջակցություն ցուցաբերել, հա, մի քանի նպատակ էր, ամեն մեկը իր շահերն էր հետապնդում, բայց Հայաստանի համար այդ մի նպատակ իշխանության ներողություն։ Եվ այստեղ մենք ունենք շատ կարևոր մի հանգամանք։ Նույն մարդիկ, ովքեր հա զբաղվում են գյուղատնտեսությամբ, ուղղակի սարսափի մեջ են, որովհետև իրենք հիմա չգիտեն ցանեն թե չէ։ Որովհետև շուկա են կորցնում։ Շուկան որն է, այդ մարդիկ սոված են լինելու։ Ես չեմ ուզում վախեցնեմ, չեմ ուզում։ Ես ուղղակի ձեզ փոխանցում եմ Գեղարքունիքի մարզի մի բնակչի հետ իմ զրույցը, որը իմիջիալոց բավականին, գիտեք, sense հակառուցական տրամադրված էր բան, բայց այնուամենայնիվ իր արտադրանքը ինքը վաճառում է Ռուսաստանում։ Փորձեր էր կատարել մտնել եվրոպական շուկա, այնց ուղարկեցին հերավոր, հա, sense ուղղությունով, որ միջև հիմա շոկից դուրս չի գալիս։ Այսինքն Փաշինյանի հիմնական էլեկտորատի մի մասը զայրացած է, որ իրենք կորցնում են իրենց ապրանքը սպառելու շուկան։ Այդ Փաշինյանի էլեկտորատը չի։ Գյուղացիներն են ամառ։ Փաշինյանի էլեկտորատին միևնույնն է։ Փաշինյանի էլեկտորատը այստեղ իրացիոնալ իդալապակլոննիչեստվել, ինքը ինչ էլ անի, կոպիտ ասած։ Ну да, այդ պայմանական նորացին երեխա ուտի կամերայի դեմը սրտիկ ցույց տալով, մեկը իրանք իրան են բանում։ Այդ 15-20%-ի մասին։ Այո, բայց խնդիրը դե իշխանության որն է, պայմանական ավելացնել այն քանակը մարդկանց, ովքեր պետք է գան եւ քվեարկեն իրենց օգտին, իսկ իրենք չեն կարողանում դա ավելացնել, եւ դա տեխնիկապես հնարավոր չի։ Այդ պատճառով իրանք գնում են այլ ճանապարհով։ Իրենք մարդկանց մեջ գցում են սուտ եւ շինցու գաղափար, որ ամեն ինչ որոշված է, տեսեք, սաղ մեզ աջակցում են, խաղ չկա մեր դեմը եւ այլն, որ նվազագույնը դեմոտիվացնեն մարդկանց գնալ ընտրության եւ իջացնեն ընտրությանը մասնակցող քանակը։ Քանի ուժ է անցնելու ազգային ժողովը ձեր գնահատականի։ Մի քիչ կոռեկտ չի իմ կողմից գնահատականներ տալ այն ուժերին, որոնք 19 ուժերին, որոնք ընդգրկված են ընտրացուցակում, բայց կարող եմ ասել, որ ցավով եմ արձանագրում, կա վտանգ բավականին մեծ փոշիացման, որովհետև օբյեկտիվորեն դա այդպես է, որ դե լավ, 4-5 ոչ ավել, դա օբյեկտիվորեն է։ Տեսեք, ես անուններ չեմ տալիս։ Մնացածը առնվազն մի 20% փոշիացված ձայներ այս տարի։ Եվ ես ձեզ ասեմ, անգամ էլ կունենանք։ այդ փոշիացած ձայները իրենք ըստ էության որքան Դոնթի Բանաձևը այդպես է, հա, իրենք կարող են բարձրացնել այս իշխանության շանսերը, ոչ թե վերարտադրվելու, այլ ավելի շատ ձայն հավաքելու, որովհետև ես չեմ տեսնում այսօր, հա, նվազագույնը գոնե արդարության նշույլներ ունեցող գործընթացը, որի պարագայում այս իշխանությունը կարող է վերարտադրվի, իրանք էլ չեն տեսնում։ Բայց սա նաև կախված է լինելու անդիմադիր ուժերի, այդ թվում այն ուժին, որը որ դուք եք ներկայացնում վճռականությունից, այսինքն եթե գնում են ակնհայտ խախտումների հենց ընտրությունների ժամանակ կամ ընտրություններից առաջ օրինակ արգելում են ուժեղ Հայաստանի մասնակցությունը ընտրություններին դուրս են հանում, ինչ է անելու ընդդիմությունը նաև այդ վճռականությունից է, չէ՞ կախված։ Միանշանակ, եթե տեսեք, տարօրինակ է առհասարակ լսել մի արտահայտություն, ձեր մասին չի խոսքը բնավ գնում, մենք շատ լավ եւ շատ adekvat ընկալում ենք իրականությունը։ Եվ եթե պայմանական թաթախվել ենք այս ամեն ինչի մեջ, ապա մենք շատ լավ հասկանում ենք նաև եւ հետևանքները եւ մեխանիզմը։ Մենք պարզապես ուզում ենք ասել հետեւյալը, որ գիտեք առաջարկ Հայաստանի կոնցեպտը, հա, մենք ուզում ենք ասել հետեւյալը, ժողովուրդ ջան,
օբյեկտիվորեն Հայաստանի Հանրապետության 80%-ը նվազագույնը դժգոհ է եւ ասում է էս տեղեր կան խնդիրներ։ Okay։ Մենք բոլորս առավոտից իրիկուն արձանագրում ենք խնդիրները։ Բաղով արձանագրել լուծումները։ Եվ լուծումների արձանագրումը հենց մարդկանցից, ովքեր հիմա մեզ նայում են, զետեղված է առաջարկ Հայաստանի կոնցեպտի մեջ, այսինքն մենք ինչ ենք ասում։ Ասում են գեղ կանգնի, գերանք կկոտրի։ Նույն պրինցիպն է։ Ինչ վերաբերվում է, այսինքն հասկացամ, չէ, առաջարկ Հայաստանին, դա բոլորիս կոնցեպտն է։ Ես այլ վճռականության մասին։ Ինչ վերաբերում է վճռականությանը, ապա միանշանակ եւ այստեղ նույնիսկ քննարկելու առարկա չունենք։ Այո, տեսեք, վճռականությունը պայմանավորված է ոչ թե նրանով, որ Հայաստանում տեղի ունենում դասական առումով քաղաքական գործընթացներ, չկա Հայաստանում դասական Ես դրա համար եմ ասում, ինչքանով է ընդդիմությունը պատրաստ դուրս գալ փողոցային պայքարի, որովհետև ակնհայտ է, որ այս իշխանությունը հեշտությամբ չեն տալու, չեն հրաժարվելու իրենց իշխանությունից, այսինքն լինելու են պրոցեսներ, որոնք մենք նույնիսկ այս պահին որոնց մասին վախենում ենք խոսել։ Մենք կրկին վերադառնում ենք այն գործընթացին, որը այս իշխանության երազած գործընթացն է, այսինքն տարանջատել ժողովրդին, թե ընդդիմությունից, թե իշխանությունից, այսինքն պայքարը թողել ընդդիմություն իշխանություն ծիրի մեջ, ոչ, դա այդպես չի։ Պայքարը հետևյալն է, գոյություն ունի գաղտնիք բացենք նույն իշխանության համար։ Եվ որոշ դե լավ իշխանության համար, հա, բացեն գաղտնիք։ Գոյություն ունի շատ կարևոր ամենավորոշիչ գործոնը ժողովուրդը, մարդիկ, մենք բոլորս, որոնք ունեն տարբեր հայացքներ, որոնք ունեն տարբեր տեսլականներ։ Ժողովուրդը Արման, այս հետպատերազմյան 6 տարիների ընթացքում նաև չունենալով ընդդիմադիր վճռական առաջնորդների պատճառով հանդուրժեց այն ամենին, ինչ տեղի ունեցավ Հայաստանում։ Ոչ։ Եթե մենք հասկանում ենք ինչա նշանակում հանդուրժեց, եթե ինչ-որ մեկին թվում է, որ ժողովուրդը, հա, հանդուրժում է այն խայտարակ, հա, խուժանությունը, որը տեղի ունենում, չարաչար սխալում է, ժողովուրդը չի հանդուրժում, այստեղ խնդիրը նրանումն է, որ արտահայտում է այդ չհանդուրժման, հա, ինքը տարբեր է։ Եվ ինքը տարբերվում է օրինակ, ինքը արտահայտվում է օրինակ ինչով։ Ինքը արտահայտվում է տեմպի աճով մարդիկ դուրս են գալիս, որում մասնագետներ, ինտելեկտուալ մասը գնում է Հայաստանից։ Դա արտահայտվում է պայմանական, հա, նույն շատ կարող է տարօրինակ բան ասեմ, բայց օրինակ նույն թմրամոլության աճի, երբ որ մարդիկ, հա, ստրեսի մեջ են, այո, շոկի մեջ են։ բայց այստեղ խնդիրը նրանումն է, հավատացնում եմ ձեզ, որ մարդիկ սպասում են մի իրավիճակի, երբ որ այդ մարդիկ կկարողանան իրենց կարծիքը հայտնել, այսինքն քվեարկել եւ տեր կանգնել իրենց քվեարկածին։ Արման, շատ մի քանի րոպե է մնացել, ուզում եմ շատ կարճ պատասխանեք։ Դուք բացառում եք մի իրավիճակ, որ այդ շեմը հաղթահարած ուժերը, դաշինքներն ու կուսակցությունները չկարողանան իրար հետ պայմանավորվել կոալիցիոն կառավարության շուրջ Փաշինյանին հեռացնելու համար։ Ես որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ կարող եմ ասել միայն մի բան. քաղաքականության մեջ բացառել որոշի բան պետք չի, բայց այստեղ պետք է հասկանալ մի բանը. նպատակները ընդդիմության եւ նպատակները իշխանության։ Կարծես թե նպատակը այն ուժերի, հա, որոնք դիտարկում են այս իշխանության գործունեությունը որպես ազգակործան, հա, իրենք համընկնում են, այսինքն նույնն են ասում, եթե սրանք մնացին, վիճակը վատ է լինելու, ստոպ։ Ինչ վերաբերում է մեզ, ապա յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը միշտ եւ դա նորմալ է, հավակնում է, դառնա մեծամասնություն։ Ես դրա մասին չեմ հարցնում։ Ես տեսեք, եթե ես հիմա քննարկեմ, մենք ինչ ենք անում, ոնց ենք անում, ես ապրիորի ինձ դնում եմ արդեն պարտավորի տեսքով։ Ով է լինելու ձեր ուժի վարչապետի թեկնածուն։ Մենք կհայտարարենք այս մի քանի օրվա ընթացքում, կարող եմ ասել, որ ոչ մի ինտրիգային, հա, տենց ներքին խաղեր չկա, կա շատ բուռն քննարկումներ, ինչպես հայտարարել էր Գայիկ Ծառուկյանը, ունենք 4-5 էլ լավ այսպես ասեմ թեկնածուներ եւ կարող եմ ասել միայն մի բան, մեր վարչապետի թեկնածուն
միանշանակ ընդունելի է լինելու մարդկանց կողմից։ Ավել Ինքը բան չեմ ցուցակին է, ցուցակում կա։ Ես ավել բան չեմ Okay, վերջին հարցս բացառում եք, որ Ծառուկյանը ինչ որ մի պահի որոշի, որ այդուամենայնիվ պետք է մեղմել այս ընտրական ռիտորիկան իշխանությունների դեմ։ Այսպես մեղմ հարց տվեցի։ Ես ճիշտն ասած զարմացած եմ այս հարցի համար, որովհետև մեղմելու չմեղմելու հարց չկա, եթե նկատել եք, մենք չափազանց կոռեկտ ենք փորձում բոլորի հետ, հա, հարաբերվել կլինի իշխանություն, թե մեր Համագործակցությունը Փաշինյանի հետ բացառում եք։ Բացակում ենք, այո, արդեն Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, այո։ Իո ոչինչ չի փոխվի։ Ոչ մի ճնշման հետևանքով այդ դիրքորոշումը ինչ է կանելու հունիսի 8-ին։ Իրան շնորհավորելու ենք, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը կունենա շանս, կունենա հեռանկար դուրս գալ այս իրավիճակից, որի մեջ մեզ նետել են ներկա իշխանությունը։ Իսկ Փաշինյանին հումանիտար միջանցք պետք է տրամադրել։ Ես ճիշտն ասած դեմ եմ վենդետաներին, ես դեմ եմ եւ մեր քաղաքական ուժը մենք կտրականապես դեմ ենք ատելությանը։ Թողեք հանգիստ հեռացնել։ Ստոպ, տեսեք։ Գոյություն ունի հետեւյալը, մեզ համար կարևորագույն նշանակություն ունի հանրային համերաշխությունը։ Եթե հանրային համերաշխություն չեղավ, ապա ոչ մի բան չի լինի։ Հանրային համերաշխությունը իհարկե չի ենթադրում հանրային պայմանական թիթեռ նկարել, բայց ինքը դրա հետ մեկտեղ չի ենթադրում նաև ծայրահեղ քայլեր, արյունա, չգիտեմ, արյունով լի ատամները ճրճրացնելով իրար փոր թափել։ Մենք եղել ենք մշտապես դեմ իրար փոր թափելու, կանք եւ կմնանք։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։